Storm Rosenberg-ը ներկայացնում է Կախարդական արծաթը Վաղուց, շատ վաղուց աշխարհը պատված էր խավարով Ոչինչ չէր աճում Ծառեր չկային Բացակայում էր նաև կյանքը Եվ լոկ մի վայրում կապույտ լեռան վրա ապրում էին կապույտ թզուկները Լուսնի լույսի ներքո լեռան գագաթին հասունանում էին քաղցր կապույտ հատապտուղները Այդ կապույտ հատապտուղները առաջիկայում պետք է խիստ փոխեին աշխարհը Չէ որ կապույտ լեռը իր գաղտնիքն ուներ Կախարդական արծաթը Թզուկները միանգամայն պատահականորեն բացահայտեցին այդ արծաթի գաղտնիքը Եվ առաջին անգամ երկրի վրա ցերեկ եղավ Սակայն գաղտնիքը որպես կանոն թանկ արժե Լեռն ուզում էր պահպանել իր գաղտնիքը Եվ դրսում հայտնված յուրաքանչյուր կապույտ թզուկ ընդմիշտ անհետանում էր Ով տեղյակ է, թե որտեղից է սկիզբ առնում լույսը Չի կարող ազատորեն տեղաշարժվել լեռան սահմաններից դուրս Ամեն առավոտ և երեկո հրաշք է կատարվում, երկրի վրա ցերեկ ու գիշեր է հաստատվում։ Դրանում է մեր իմաստը։ Այդ պատճառով մենք թզուկներս չենք լքում լեռը, չէ որ մենք պետք ենք այստեղ։ Լեռը մեզ է ծառայում։ Իսկ մենք ծառայում ենք նրան։ Որն է մեր թզուկներիս գլխավոր կանոնը։ Լիովին հատուցել լեռանը։ Այո, ճիշտ է արքայադուստր կապտավարդ, բայց մեկն էլ կա։ Ով կասի։ Թզուկները պետք է օգնեն մեկ-մեկու։ Այո, դա նույնպես շատ կարևոր է։ Միայն թե ամենագլխավոր կանոնը Շտապեք, կախարդական ժամը մոտենում է, շտապեք։ Հայրիկ։ Չէ, բայց թույլ տուր երեխաներին։ Կանգնեք, կանգնեք։ Վազեցին, գնանք։ Կանգնեք, կանգնեք։ Մեզ չի կարելի օտարներ բերել կապույտ լեռ։ Մենք պետք է պահպանենք արծաթի գաղտնիքը։ Նրանք գիտեն։ Ախ, Ռիֆմուստ, իհարկե նրանք գիտեն այդ կանոնը։ Մոտենում է կախարդական ժամը։ Մոտենում է կախարդական ժամը։ Մոտենում է կախարդական ժամը։
կապույտ հատապտուղներ, արծաթի փայլ։ Լերը թզուկներին իր գաղտնիքն է բացահայտել։ Թող որ լույսն ամենուրեք կյանք տարածի, և թող որ աշխարհն այս ծաղկի։ Պարգևեց կախարդանք արծաթի, ժամանակն է փոքրիկ թզուկների ուրախ խաղի։ Այո! Ուրա! Եկ ծնագնդի խաղանք։ Եկ ծնագնդի խաղանք։ Վազեցինք։ Գնանք սահելու։ Ահա, ստացիր։ Տես թե ինչ ուրախ է այնտեղ։ Այո։ Երբ ինքս էլ այդ տարիքում էի, շատ էի սիրում սաղնակով սահել։ Սառնամանիքը կսմթում է այտերդ, սակայն փորիդ մեջ թեթևություն է։ Դե գնա, խաղարա բոլորի հետ։ Դե լավ։ Իսկապես կգնաս։ Իսկ եթե հանկարծ ծաղնակը թափ հավաքի ու չկարողանամ արգելակել։ Իսկ եթե կորեմ։ Իսկ եթե լեռը փակվի, ինչ անեմ այդ դեպքում, հայրիկ։ Ինչ արած։ Այդ դեպքում մեկ ուրիշ անգամ։ Ինչ պատահեց։ Ոչինչ, ամեն ինչ կարգին է։ Կապտավարձ կհնչեցնես զանգակը։ Այո, հայրիկ կտեսնվենք։ Կախարդական ժամն ավարտվեց, վերադարձեք։ Էրք է, ուսա արագ վերադարձեք։ Հազիվ հասցրեցիք։ Վերցրու։ Ինձ նետիր։ Բռնիր։ Ուր ընկավ։ Ո ոչ։ Քեզ ինչ եղավ։ Այս ուղին տանում է ավակների մոտ։ Նրանք ամեն ինչ գիտեն։ Մուտքն այնտեղ թույլատրված է միայն թագավորներին։ Եվ Գուցե բավարար չէ արքայադուստր լինելը։ Վերադառնանք ահադար լիճ։ Գնանք։ Կապտավարձ։ Դա իմ լավագույն սոճուկոնն էր։ Խնդրում եմ։ հանգիստ թող նրա ներքե։ Պարզապես նրա համարձակությունը չի հերիքում։
Բարև զավակս։ Այնպիսի տեսք ունես, կարծես կորցրել ես հատապտուղների զամբյուղը։ Միթե կարելի է համարձակ դառնալ, եթե աշխարհում ամեն ինչից վախենում ես։ Համարձակությունը տրվում է նրան, ով ի սկզբանե վախենում է ինչ-որ բանից։ Ինչի մասին ես խոսում։ Համարձակությունը դա ինչ-որ բան անելու ունակություն է, ինչը չէր հանդգնում, երբ թզուկն ինչ-որ բան պետք է անի, այդ ժամ է նա իսկապես համարձակ դառնում։ Ինչ էի անելու առանց քեզ։ Կապտավարդ, իսկ այժմ խնդրում եմ մենակ թող մեզ։ Ինչու։ Հասկանում ես, ես պետք է… Փոքրիկ, սա միայն զոնականների համար է։ Իսկ ինձ կարելի է նրանցից մեկը դառնալ։ Ստիպված ես մի փոքր սպասել, քանի որ քո օրը դեռ չի եկել։ Գնա։ Դե ոչ, թաքուն նայելը լավ բան չէ։ Գնա զբոսնիր։ Դե գնա։ Փորձենք եղջերվի կաթը։ Իսկ գուցե ավակները մի որևէ դեղամիջոց գիտեն։ Դու արդեն անչափ շատ ձմեռներ ես ապրել։ Տեսողությունդ արդեն մոխրագույն է դարձել։ Շուտով դու կմահանաս։ Այդպես է աշխարհի կարգը։ Հեքիաթ։ Թագավորը հեքիաթ է պատմելու։ Թագավորը պատմելու է։ Ողջույն։ Որտեղ եք դուք թզուկների ավակներ։ Ինչու ես բղավում։ Միայն թագավորները կարող են գտնվել այստեղ։ Չեք տեսնում, սա թագավորի աղջիկն է։ Արքայադուստր կապտավարդը։ Ես չհասկացա, որ սա նա է։
Չէ որ նրա թագն այդպես էլ չի շողշողացել։ Այդքան անհամբեր մի եղեք։ Թագը կշողշողա, եթե նա թագում վայելարարք կատարի։ Նա չափազանց վախկոտ է թագուհի դառնալու համար։ Ես ինձ համար չեմ եկել այստեղ։ Հայրս այլևս չի տեսնում կապույտը։ Եթե թզուկն այլևս չի տեսնում կապույտը, նշանակում է լեռը պետք է վերցնի նրան։ Բայց չէ որ պետք է ինչ-որ մի բան լինի, որ օգնի նրան։ Նրա ժամանակը հատել է։ Աշխարհի կարգն է այդպիսին, փոքրիկ։ Ես մի միջոց գիտեմ։ Այդ դեղամիջոցին տիրապետում են մարդիկ։ Իսկապես։ Երբ դեռ ավելի երիտասարդ էի, լսել եմ, թե գյուղում մարդիկ ինչպես են լալիս հիվանդի անկողնում մոտ։ Նրանք կարող էին փրկել դժբախտին, եթե իհարկե մի բան ունենային։ Նրանք դա կոչում են փող։ Փող։ Դա ինչ է։ Չգիտեմ, սակայն եթե դա կարողանում է ապաքինել հիվանդին, ապա պետք է որ կախարդական լինի։ Որտեղ գտնեմ մարդկանց։ Նրանք շատ վտանգավոր են։ Եթե նրանք աչքերիդ մեջ նայեն, կանհետանաս։ Այո։ Մարդիկ ապրում են լեռան ստորոտին, կից հարթավայրում։ Մի անհանգստացիր հայրիկ։ Ես կգտնեմ դեղամիջոցը։ Դու ուզում ես դուրս գալ։ Դա կլինի առաջին անգամ։ Աչքերիս չեմ հավատում։ Եվ ինչ ես անում այստեղ։ Ինձ ձեր օգնությունն է պետք։ Այժմ դու ես խնդրում։ Այո։ Դա վտանգավոր է միայնակ անելու համար։ Քեզ մոտ ամեն ինչ վտանգավոր է։ Էրքե։ Թզուկները պետք է օգնեն մեկ-մեկու։ Դե։ Դու ինձ չօգնեցիր կոնի հարցում։ Ինչու եմ ես պարտավոր։ Դա իսկապես այդքան վտանգավոր է։ Բայց դա ես եմ։ Հա։ Կարող եմ վերցնել սահնակդ։ Զվարճացիր։
Հեյ, այդա վայրեջքեր, Չնայես աչքերիս։ շատ պետքս է, բայց ավելի լավ կլինի բաց անես աչքերդ, քիչ էր մնացել վայր գցեիր թզուկների թագավորին։ Թզուկների թագավորին։ Ո՞վ է։ Ես, Որտեղ։ քո առաջ, ես Դրենգն եմ, կարմիր թզուկների թագավորը։ Կարմիր թզուկների։ Այդպիսինները կան։ Պատկերացրու, մենք անասուններ ենք խնամում, աշխարհն ինչպես էր ապրելու առանց մեզ, հը? Ոչ մի կերպ։ Ուր ես գնում։ Ֆերմայում ապրող կարմիր թզուկների մոտ, Իսկ մարդիկ կան այնտեղ։ այո, Մեր ճամփան նույնն է։ վերջ, ինձ սպասում են շտեմարանում, ուրեմն ինչ, Փողն ինչ տեսք ունի։ կլոր է, փայլուն ու քսակի մեջ եմ պահում, Շնորհակալ եմ, Դրենք։ չարժե, Կապտավարդ։ զգույշ եղիր կապտավարդ, եթե ֆերմերը տեսնի այդ ժամանակ, փուֆ, Ով կա այստեղ։ Երկու, երեք, չորս, հինգ, վեց։ ողջույն, որոշեցի հանգստանալ, Նրանք քեզ սպասելով մնացին։ Գնանք։
Ինչ է կրկին քոնն ես անում։ Չեմ կարողանում զսպել, ինձ այնքան համեղ հոտ է գալիս։ Սկսիր։ Շուտ եմ ասել, ես եմ հաշվում։ Վերջ։ Բավական է խաղակ երեխաներ։ Գնացեք շտեմարան ու մի քիչ միզ բերեք այնտեղից։ Ինձ հնարավորինս շատ, իսկ նրան մի փոքր։ Դու առանց այդ էլ ուր որ է կպայթես պուզան։ Գալիս են։ Արագ տեղերում։ Արագ։ Արագ արթնացիր, թակուհին է այստեղ։ Շատ կատակեցիք։ Սա մեր թակուհին չէ։ Կարմիր թզուկների թագուհին չափազանց մեծ է ճամփորդելու համար։ Նա գահը փոխանցել է որդուն։ Ես Դրենգն եմ, ձեր նոր թագավորը։ Թագավոր լինելն ավելի լավ է, քան թակ կրել, այնպես չէ։ Թագավորը հասուն մարդ է լինում։ Այլ ոչ թե պատանյակ։ Ես լավ թագավոր եմ։ Տեսեք, թե ինչպես է փայլում թագը։ Իսկ քեզ չի թվում, որ այն թագուհուն է պարտականից փայլով։ Իսկ սա ով է։ Կապտավարձն է։ Նա կապույտ թզուկներից է։ Կապույտ։ Բավական չէ, որ պատանի ես։ Նաև քեզ հետ օտարի ես բերել։ Կարմիր թասակով։ Ես շատ կարճ ժամանակով եմ։ Օրն էլ գրեթե վերջացել է արդեն։ Ֆերմերն է գալիս։ Բոլորը թաքնվեք, նա չպետք է տեսնի մեզ։ Արագ։ Թաքնվեք։ Թաքնվեք, արագ։ Բասքո։ Եվ որտեղ եք։ Գիտեմ։ Այստեղ եք գող թզուկներ։ Երևում է նա մեզ է փնտրում։ Սա առաջին դեպքն է մեզ մոտ։ Ինչ ասես։ Թզուկներ։ Հեռանում է։ Փախչենք։ Արագ։
Մայրիկ, հայրիկ, ասա, ֆերմերն ինչու չի սիրում մեզ, մենք այդքան շատ ուտելիք ենք թրցրել։ Ինչ որ ուտելիքի պատճառով մարդիկ այդպես իրար չեն խառնվում, այստեղ ուրիշ պատճառ կա։ Դա դու ես։ Դու էիր հարցնում փողերի մասին։ Դու ես գողացել դրանք։ Ինչ դուր փողերը։ Կապտավարդ, դուր։ Բայց ես չեմ կարող։ Հայրս կմահանա։ Ավակներն ասում են, որ միայն փողերը կարող են փրկել նրան մահից։ Ես հասկանում եմ, որ ուզում ես փրկել հորդ։ Սակայն մեզ ով է փրկելու։ Ուր գնանք մենք։ Էրքե, կանչիր Ռիֆմուստին, վազիր։ Հեյ, իմ հետևից, ներս մտեք։ Որն է մեր ամենակարևոր կանոնը։ Ճանաչել դժվարությունները, Մյուսը դժբախտության պահին օգնել մեկ-մեկու։ ոչ։ Օտարների չբերել կապույտ լեռ։ Այդ դեպքում ինչու մեր կապույտ լեռան վրա հանկարծ հայտնվեցին ոչ ճիշտ գույնի թասակներով թզուկները։ Ռիֆմուս, չէ որ խնդրեցի որ ավելի զուսպ լինես։ Հայրիկ, Ախ, իմ արքայ դուստր։ Ինչ է սա։ Ուրեմն դու դրսում ես եղել։ այո, շատ էր պետք։ Ես դեղ եմ բերել քեզ համար։ Մարդկայինիր։ Սա փող է։ Պարտքով ֆերմայում եմ վերցրել։ Չի կարելի մարդկանցից որևէ բան վերցնել։ Չգիտես թե դա ինչ հետևանք կունենա։ Դա հանգեցրեց ֆերմերի կատաղությանն ու մենք անօթևան մնացինք։ Բարեկամս, ասա ինձ, ովքեր են այս բոլոր կապույտ թզուկները։ Այս թզուկները կապույտ չեն։ Նրանց գլխին կարմիր թասակ է։ Օտարներ։ Այստեղ մեզ մոտ։ Պարզապես նրան գնալու տեղ չունեն։ Կունենան։ Երբ փողը ֆերմերին վերադարձնես, Բայց հայրիկ, լույսը բացվելուն պես դու կվերադարձնես փողերը։ Նրան չի կարելի հավատալ, հանկարծ ու փողի փոխարեն մի ուրիշ բան կողանա։ Եվ ով կգնա նրա հետ։ Այն տղան, որ ուզում է թագավոր դառնալ։ Չէ որ այդ նա աղջկան ֆերմա բերեց։ Այո, եւ կտեսնենք արդյոք նա տվյալներ ունի։ Եվ թող որ այդպես լինի։ բայց այդ ընթացքում փողերը կարելի է օգտագործել։ Ոչ։ Դու գիտես մեր օրենքը։ Հասկանում եմ, թե ինչ նկատի ունես։ Ախր կարմիր թզուկներին նա չպետք է լեռ բերեր։ Նա ընդամենը ցանկանում էր օգնել իր հորը։ Ես էլ այդպես մտածեցի։ Նա դասը միջև վերջ չի սովորել, ինքն էլ գիտես։ Հանկարծ ու նրանք գտնեն արծաթը։
ես կխժռեի ողջ հարթավայրը, եթե այն շիլայից պատրաստված լիներ։ Եթե դու ես քաղցած, ապա Պուզանը որքան քաղցած կլինի։ Որտեղ է Պուզանը։ Չէ, չի կարելի կանգնիր։ Այնտեղ միայն կապույտ թզուկներին է կարելի։ Իսկ ի՞նչն է այդպես լուսավորվում այնտեղ։ Այդ մասին ձեզ կարմիր թզուկներիդ պետք չէ իմանալ։ Անմիջապես վերադարձիր ընկերներիդ կարմիր թասակավոր թզուկների մոտ։ Ես չգիտեի, որ դու արքայադուստր ես։ Ինձանից ինչ արքայադուստր։ Երբեմն ինձ էլ է թվում, որ ուղղակի թագավոր եմ։ Նա փողն ինչու չվերցրեց։ Չգիտեմ։ Գուցե բոլորի համար լավ լինի, որ վերադարձնես այն ֆերմերին, Փողերը չեն փրկի հայրիկին։ բայց կփրկեն կարմիր թզուկներին։ Ֆերմերը ոչ մի տեղ չկա։ Գնանք։ Հեյ, կանգնիր։ Ես շատ եմ վախենում գնալ այնտեղ։ Ես էլ եմ վախենում գնալ այնտեղ, բայց նա ով չի վախենում, երբեք չի կարող համարձակ դառնալ։ Դե, արագ։ Մտիր սեղանի տակ։ Ողջույն Բյորն, ներս մտիր։ Ողջույն բարեկամս։ Հիմա ինչ ենք անելու։ Առայժմ չգիտեմ։ Ինչպես ես, պատրաստ ես։ Դե ներս արի։ Ապա մի այս ամենը տեսեք։ Այո, իսկ դու ինչպես հարկն է պատրաստվել ես։ Սփռոց։ Արծաթեղեն բոլորի համար սպասքը հազիվ բավարարեց։ Դե լավ, ուտելիքը փչանում է։ Այ այսպես։ Բայց գիտես, սկսել են փող գողանալ։
Եվ ոչ միայն։ Գողացել են գրպանի ժամացույցը։ Իսկ վերջերս նաև մեդալներս են թրծրել։ Դա ես չեմ արել։ Ինչ որ մեկն էլ է գողանում։ Սպասեք։ Գող թզուկներ։ Թզուկներ։ Հա։ Շուտով ես կբռնեմ նրանց։ Գիտես, ավելի լավ կլինի թզուկների մասին չասես հյուրերին։ Կարծում եմ Սոլվիգը կարող է ճիշտ չհասկանալ դա։ Թզուկների գոյության նով է հավատում։ Ահա։ Երեք եմ գնել։ Օ, գրավիչ է։ Ինչ կասես, վատը չէ, այնպես չէ։ Ահա։ Ինչ ես կարծում, նա կամուսնանա ինձ հետ։ Դե իհարկե։ Վերջ, էլ ոչ մի խոսք թզուկների մասին։ Լավ։ Նրանք գալիս են։ Դե ինչ, ահա և տեղ հասանք, իչեք։ Ողջույն։ Ողջույն։ Բարև ձեզ։ Բարև Սոլվիկ։ Օգնեմ։ Մեր վերադառնալու ժամանակն է։ Լեռը շուտով կփակվի։ Բայց նրանք կտեսնեն մեզ։ Ներս մտիր։ Շնորհակալ եմ։ Գրազ եմ գալիս, որ երբեք նման սեղան չես տեսել։ Ինչ համեղ է բուրում։ Իհարկե, սակայն ավելի լավ է այս արծաթին նայես։ Ես ամենևին էլ աղքատ չեմ, Սոլվիգ, հասկանում ես, ես… Ես… Սոլվիգ… Այո։ Ես… Հանվիր, ներս անցիր։ Հետո կասեմ։ Այ այսպես։ Կապույտ լեռ վերադառնալու ժամանակն է։ Ինչ սեղան է։ Նստեք, նստեք։ Դե լավ, ուտելիքը փչանում է։ Պետք է դուրս գալ այստեղից։ Բարեկամներս, ես հրետոր չեմ, այնպես որ ճարս կարող է ձգվել։ Բարձրացնենք մեր գավաթները։ Դե գնա։ Խմեք միջև վերջ։ Ուրախ եմ, որ մենք ձեզ հետ կարող ենք հավաքվել միասին։ Լեռը շուտով կփակվի։ Վերցրեք բաժակները։ Խմում ենք։ Մինչև վերջ։ Դուք տեսաք։ Փախան երկուս այդ թասակներով։ Լռիր։ Թզուկները, այսինքն… Տարօրինակ է։ Այո, եկեք սկսենք… Գողեր… Թզուկները գողեր են… Ես կուշտ եմ… Լսում եք… Մինչև կոկորդս կուշտ եմ… Ախր ուր են նրանք։
Արագացրեք։ Դուք փողը վերադարձրեցիք ֆերմերին։ Մենք կարող ենք տուն գնալ։ Փողը մենք վերադարձրեցինք։ Բայց ինչ որ մեկն էլ է գողանում նրանից։ Նա կարծում է, որ դա դուք եք։ Այո, այդպես չի կարելի։ Այո, իհարկե չի կարելի։ Թզուկներ, կամաց։ Եթե մենք կարողանանք ֆերմա վերադառնալ, ես ուղղակի վստահ եմ, որ կկարողանանք բռնել գողին։ Այո, Բայց եւ մեզ կարող են բռնել։ Դուք կարող եք գնալ ուր ցանկանաք, սակայն ձեզ չի կարելի գտնվել այստեղ։ դուք ուզում եք դուր շպրտել մեզ։ Ուրեմն իմացեք այս շիլաշփոթի պատճառը դուք եք։ Ամենևին էլ մեր պատճառով չէ։ Նրանք ասում են, որ տանը ինչ որ մեկն էլ է գողություն անում։ Քանի դեռ ձեր արքայադուստրը փողը չէր գողացել, ամեն ինչ հանգիստ էր։ Նա մեղավոր չէ, նա կապ չունի։ Այո, կապ չունի։ Դուք եք մեղավոր։ Իհարկե։ Պետք է լուծել այս խնդիրը։ Դե վերջ տվեք։ Թզուկներ, թույլ տվեք ասել։ Հեյ, լսեք։ Լռեք։ Դրենգը բան ունի ասելու։ Եթե ֆերմերին տանք այնինչ նրան դուր է գալիս, գուցե նա մեզ թույլ տա վերադառնալ։ Լավ, բայց ինչ տանք նրան։ Կախարդական արծաթ տանք։ Լռիր, կապտավարդ։ Ահա թե ինչ։ Արդյոք դրա փայլը չէր, որ նկատեցին նեղ միջանցքի մոտ կանգնած։ Արծաթը չի կարող լքել կապույտ լեռը։ Այդ ինչու։ Առանց դրա հնարավոր չի լինի կախարդական ժամ ստեղծել։ Խավարը ընդմիշտ կգրավի աշխարհը։ Ինչպես կարողացար նման բան առաջարկել։ Միթե ինչ որ քարանձավում գտնվող արծաթը կարող է այդ աստիճան կարևոր լինել։ Կախարդական արծաթը կմնա այստեղ։ Սա կախարդական ժամը չէ։ Ինչ էլ անեք, միևնույն է, մտնելու եմ։ Գող թզուկներ։ Նա հետևել է մեզ։ Դուք ինչ է։ Այդ ֆերմերին այստեղ լեռ եք բերել։ Մեզ ընտրություն չի մնացել։ Տվեք արծաթը։ Բայց չէ որ լսեցիր նրան։ Արծաթը ձեռք տալ չի կարելի։ Դե նրանք այդ ողջ արծաթն ուզում են իրենց պահել։ Ուզան, լեռը նրանք մեզնից լավ գիտեն։ Թակ կրելու համար այս տղան դեռ չի հասունացել, այնպես որ մենք ինչու պետք է լսենք նրան։ Ոչ։ Մենք պետք է կանգնած սպասենք, քանի դեռ ֆերմերը չի բռնել մեզ։ Ոչ։ Թե արծաթը նրան տանք, որպեսզի վերադառնանք ու ապրենք հարազատ շտեմարանում։ Այո։ Վերցնել արծաթը։
Հեռու բոլորդ։ Որտեղ եք։ Որտեղ է իմ մատանին։ Վերադարձրեք իմ մատանին։ Այ քեզ բան, սա ուղղակի հրաշք է։ Երևում է հաշիվը մաքրեցինք նրա հետ։ Մտցնում է։ Այդպես էլ պետք է լինի։ Ախ, ախ, Հայրիկ, Այս ամենի մեղավորը դու ես, կապտավարդ։ Դու խախտեցիր բոլոր կանոնները։ Դա տեղի ունեցավ։ Եվ մեր գոյությունն անիմաստ դարձավ։ Ժամանակն է անեք այն, ինչը դուք վաղուց պետք է անեիք։ հայրիկ, դու պետք է լքես լեռը։ Եվ այլևս երբեք չես կարողանա վերադառնալ։ ներիր ինձ հայրիկ, Ես շատ կուզեի կողքիդ լինել ու հոգ տանել քեզ։ ես նույնպես, Տեսա
Տեսեք։ Բուսանի սնդուկի մեջ էլի կա։ Ֆերմերի մատանին։ Դու։ Դու խորամանկ գող ես։ Գող եմ։ Գող ես։ Ես այնքան ջանք եմ թափել։ Եվ ոչ ոք չի համարսակվի խլել ինձանից այս ամենը։ Կանգնիր, հիմա կախարդական ժամը չէ։ Դա կարող է վտանգավոր լինել։ Գիտես երգե, ես չի համարցակվի նման քայլի դիմել։ Այդ ուր եք պատրաստվում գնալ։ Դու շատ խելացի թզուկ ես։ Վստահ եմ գիտես, թե ուր եմ գնում։ Լերը տխրել է։ Պատահածը շատ դժվար է ուղղել։ Ես ուժ չունեմ այլևս։ Ողջ հույսը քո փոխարինողի վրա է։ Բայց ով է նա։ Ինչպես միշտ նույնը։ Կապտավարդը։ Կապտավարդը։ Բայց չէ, որ այդ նա է այս ամենի մեղավորը։ Նրա բոլոր որոշումները սխալ էին։ Այո, այդ դեպքում նրա թագին նայեք։ Չափազանց ուշ է։ Գոթե մարտը դեռ չի ավարտվել։ Հերու, այս ամենն իմն է։ Սահանակը նրա կողմն ուղղիր։ Պոկեք։ Կապտավարդ։ Դիմացիր, դրենք։ Ախ, դու բզեզիկ։ Ես քեզ ցույց կտամ։ Գերազանց է, թզուկների թագավոր։ Այժմ երբ ցանկանաս կարող ես դուրս գալ կոն հավաքելու։ Երբ ծառեր չլինեն, կոնել չի լինի։ Այո։ Իսկ Շիլայի համար հացահատիկ։ Ստիպված կլինեք առանց Շիլայի։ Առանց Շիլայի։ Դա անհնար է։ Ինչպես եւ ամենն առանց կախարդական արծաթի։ Բայց բոլորս Պուզանին լսեցինք։
Այո, ես շատ եմ ցավում։ Թրցնելու եւ գողանալու միջև տարբերություն կա։ Կարծում եմ, թե այս ամենի մեղավորները կապույտ թզուկներն են։ Հասկացա։ Ահա թե ինչ պետք է անենք։ Մի բան կա, ինչը բոլորս գերազանց կարող ենք անել։ Դա թռցնելն է։ Մենք սարքեցինք այս շիլաշփոթը, մենք էլ պատասխան կտանք։ Բարեկամներս, մենք պետք է թռցնենք արծաթը։ Այո! Այո! Եվ կապույտ թզուկները կօգնեն ձեզ։ Այո! Տես։ Այն չափազանց ծանր է։ Ինչպես ենք տանելու։ Մենք դա կանենք կապույտ թզուկների պես։ Այսպես, պետք է դուրս բերել ֆերմերին։ Այժմ վստահիր կարմիր թզուկին։ Արշավացիուկ, լիլի, լյուտի, աղմկենք։ Այս ինչ է։ Ինչ է կատարվում այստեղ։ Քաշիր։ Հեյ, հանգստացիր։ Հանգիստ, կանգնել։ Քաշիր։ Հանգստացիր, Լիլի։ Ոչինչ էլ չի պատահել։ Ես կողքիդ եմ։ Ֆերմերը չի հիշի սրա մասին։ Վերցրու։ Փրկիր հորդ։ Միայն թե ոչ այսպես։ Այն պահին, երբ վտանգված է ողջ աշխարհը։ Քեզանից համարձակ թզուկ ես չեմ ճանաչում։ Չի ստացվում։ Շատ է ծանր։ Մենք կօգնենք ձեզ։
Միթե միասին տեղ չենք հասցնի։ Սրանք իմն են։ Թող Պուզան։ Հեյ, Պուզան, թող դրանք։ Ես եկա իմանամ, թե ինչպես են գործերդ։ Գործերն ուղղակի հրաշալի են։ Ես ուզում եմ մի շատ արժեքավոր իր ցույց տալ քեզ։ Վստահ եմ նման բան դեռ չես տեսել։ Հաստատ չես տեսել։ Հանուն ամեն ուտելիի թող։ Ներս մտիր։ Պուզան։ Գնանք։ Շնորհակալ եմ։ Գնա, տես թե ինչ կա հյուրասենյակում սեղանի վրա։ Մի նայիր աչքերիս։ Գնացինք։ Այն այստեղ էր, երդվում եմ։ Բայց ամեն ինչ այստեղ է, Հալվարդ։ Բայց սա ամենևին էլ այն չէ։ Գեղեցիկ է։ Բայց սա ինձ չի հետաքրքրում։ Դու ինձ առանց արծաթիել ես շատ դուր գալիս։ Վերջ, մեզ մնում է միայն սպասել ու հուսալ։ Ես չկարողացա փրկել Պուզանին։ Թագավորը ոչ միշտ է ունակ լինում օգնել որոշ թզուկների։ Թզուկը ինքն է պատասխանատու իր ճակատագրի համար։ Կապտավարդ։
Այն հեռու մի նետիր։ Այո։ Ուր ես գնում կապտավարդ։ Խնդրում եմ, չանհանգստանաք։ Ես հեռանում եմ։ Յուրաքանչյուր կապույտ թզուկ պետք է հետևի կանոններին։ Օգնել ուրիշին, փարատել թախիծը եւ լինել այնտեղ, որտեղ իր կարիքն առավել շատ է։ Կարծում եմ կարտահայտեմ բոլորի կարծիքը, եթե ասեմ, որ դու այստեղ ես պետք կապտավարդ։ Մնա մեզ հետ այստեղ։ Ամենից շատ հենց դա եմ ուզում։ Հայրիկ, Աղջիկս, եթե միայն իմանայիր, թե որքան ուրախ եմ քեզ տեսնել։ Իմ օրերը հաշված են։ Լեռը կանչում է։ ինչ եմ անելու առանց քեզ։ Դու արդեն ամեն ինչ կարող ես ինքնուրույն անել և գերազանց ես անում։ Իսկ այժմ պատմիր ինձ, թե ինչպես է այնտեղ, լեռան սահմաններից այն կողմ։ Ես սահնակով սլանում էի քամու պես։ Տներում, որտեղ մարդիկ են ապրում, բոլոր պատուհանների փեղկերն ապակուց են։ Այո։ Բացի այդ, Այո, համեցեք մեզ մոտ ցանկացած ժամանակ։ Միայն թե ոչ այն ժամանակ, երբ շիլա եք եփում։ Դա կարող է երկար տևել։ Կախարդական ժամը եկավ։ Ընկերների թեռանալու ժամանակն է։ Հրաժեշտ կտաս նրանց։ կգնամ ու կգամ։ Դրենք։ Կտեսնվենք։ Դրենք կարմիր թզուկների թագավոր։ Առայժմ կապտավարդ։ Կապույտ լեռան արքայադուստր։
Ահա թե ինչպես ստացվեց, որ փոքրիկ երկչոտ արքայադուստրը դարձավ Կապույտ լեռան ամենահամարձակ թագուհին։ Կապույտ լեռան վրա եւ հարթավայրում ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր։ Շիլա։ Այ այսպես փոքրիկ տղան մեծ թագավոր դարձավ։ Իսկ մարդիկ վերջապես հավատացին թզուկների ու սիրո գոյությանը։ Առայժմ հայրիկ, Մնաս բարով, կապտավախտ։ Կապտավարդին վիճակված է դառնալ մեծ թագուհի։ Ես միշտ եմ դա ասել։ Անկասկած, այդպես էլ կլինի։